Քրիստոս հարյավ իմերելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Սիրելիներ, հարութենական այս շրջանում, ինչպես մեծ պահքի ընթացքում, այնպես եւ հիմա, շատ կարևոր է անդրադառնալ մեր քրիստոնեական ընթացքին։ Օրինակ, երբ մենք որևէ մեկի հանդեպ վատ արարք կամ մեղք ենք գործել, արդյոք կարողանում ենք դա ընդունել եւ հետեւաբար նաեւ խոստովանել։ Տարածված թյուր սխալ կարծիք կա, որ մարդիկ մտածում են, եթե ինչ-որ մեկն ասում են «ներիր սխալվեցի», դա բնորոշ է թույլ մարդկանց եւ ընկալվում է որպես թուլության նշան։ Սակայն եթե մենք մեզ զրկում ենք այս կարևոր բառերից, մեզ զրկում ենք նաեւ այս բառերից բխող օրհնությունից։ Շատ կարևոր է, օրինակ, ինչպես այսօրվա ընթերցման մեջ Հակոբոս առաքյալն է նշում, մեղքերը միմյանց խոստովանելը, որովհետև միայն այդ կերպ կարող ենք նաև թողություն ստանալ եւ մխիթարություն ստանալ։ Ընթերցենք այսօրվա հատվածը։ Ձեզնից մեկը վշտի մեջ է, թող աղոթի, բերկրանքի մեջ է, սաղմոս թող ասի, հիվանդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեսներին եւ նրանք նրա վրա թող աղոթ կանեն եւ յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին, ուտերը նրան ոտքի կկանգնեցնի, իսկ գործած մեղքն էլ նրան կներվի։ Միմյանց խոստովանեք ձեր մեղքերը եւ միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ Եղիան մարդ էր մեզ բոլորիս նման, նա հանկարծ աղոթեց եւ երկրի վրա 3 տարի ու 6 ամիս անձրև չտեղաց։ Սիրելիներ, չխոստովանված մեղքը բերում է, հանգեցնում է մեղքի զգացման եւ այն էլ իր հերթին խլում է մեզանից մեր ներքին խաղաղությունը եւ ուրախությունը։ Երբ մենք հիվանդանում ենք, մենք անպայմանորեն առաջին քայլը, որ անում ենք, բժշկի ենք դիմում։ Այդպես է նաեւ հոգեվոր կյանքում։ Եթե մենք մեր մեղքերը չխոստովանենք, եթե թաքցնենք մեր մեղքերը, մենք չենք կարող ստանալ նաեւ Տիրոջ այդ բուժումը։ Խոստովանել նշանակում է համաձայնել, ընդունել կամ դավանել։ Դավանել այն, ինչ Աստված է ցանկանում։ Չէ՞ որ խոստովանությամբ մենք պիտի կարողանանք արժանանալ Տիրոջ անսահման ողորմածությանը, որը նաև մխիթարություն եւ խաղաղություն պիտի բերի մեր հոգնաբեկ սրտերին։ Ուրեմն, սիրելիներ, որքան էլ ծանր լինի մեղքի զգացումը, որքան էլ այդ մեղքը ծանրացած լինի մեր սրտերին, մենք պետք է այնուամենայնիվ ապավինենք Տիրոջը եւ խոստովանենք մեր մեղքերն իր առջև, որպեսզի կարողանանք վերագտնել, վերստանալ մեր ներքին ներդաշնակությունը եւ խաղաղությունը։ Աստված պահապան ամենքիս։